2016 թվականի հուլիսի 17-ի վաղառավոտյան զինված հարձակում տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Հայաստանի ոստիկանության պարեկապահական ծառայության գնդի դեմ։ Հարձակումն իրականացրել էր Սասնա Ծռեր կոչվող խմբավորում։ Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան։ Իշխանությունների եւ իրավական մարմինների կողմից ահաբեկչություն որակված գործողության մասնակիցները ներկայանում էին որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Ղարաբաղյան առաջին եւ լիբանանյան պատերազմների մասնակից, նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանի մարտական եւ քաղաքական պայքարի ընկերներ։ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալված էր եւ պահվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ ՊՊՑ գնդի դեմ հարձակվողը Սասնա Ծռերի 30 հոգանոց խումբ էր։ Խմբի անդամներից 10-ը ռազմական գործողությունների փորձ ունեին։ Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներ էին։ Ծռերը հայտարարություն էին տարածել, ներկայացրել 3 հիմնական պահանջ։ Իրենց մոտ բերել Ժիրայր Սեֆիլյանին, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կամ ժամանակավոր կառավարության ձևավորում։ Խմբի անդամները նաև կոչով դիմել էին բանակին, Արցախի ղեկավարությանը, ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողներին։ Հայտարարությունը տարածել էին 2016 թվականի հուլիսի 17-ին, ժամը 5:28-ին, որպես Սասնա Ծռեր խմբավորում։ 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմը սասանել էր Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ վստահությունը հանրության շրջանում եւ բազմաթիվ հարցեր առաջացրել Արցախյան կարգավորման հեռանկարի, նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականության, Հայաստանի պատրաստության, Հայաստանի հնարավոր զիջումների եւ հանրային տրամադրությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական քննադատներից էր հիմնադիր խորհրդարան շարժումը Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուկազյանի գլխավորությամբ։ Սասնա Ծռեր խմբի հիմնական անդամները 2012 թվականին հիմնված նախախորհրդարան քաղաքացիական շարժման իսկ ապա վերափոխված հիմնադիր խորհրդարանի անդամներ էին։ Հիմնադիր խորհրդարանը հայտարարում էր, որ իրենց նպատակն է քաղաքական նոր խավի ձևավորման, Հայաստանին Արցախի դե յուրե միավորման, ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ արտաքին հարաբերությունների հավասարակշռման պետության սուբյեկտայնացման, տնտեսական ռեսուրսների եւ ստեղծող հարստության ներդաշնակ բաշխման, դրանց ընդհանուր բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ ազգի ու պետության բազմակողմանի անվտանգության համար օգտագործման, հայրենադարձության եւ այլ համակարգային փոփոխությունների ճանապարհով նախադրյալներ ստեղծել նոր որակի ազգային պետության կառուցման համար։ Նրանք պետական կառավարման համակարգը որակում էին նոր գաղութային, խոսում դրա ապամոնտաժման եւ արտահերթ ընտրությունների կարեւորության մասին։ Սեֆիլյանն ու նրա գործընկերները անընդհատ իշխանության եւ իրապահ մարմինների ուշադրության կենտրոնում էին։ Նրանց գրասենյակում անցկացվում էին խուզարկություններ։ Հիմնադիր խորհրդարանի անդամներին ձերբակալում էին, բերման ենթարկում։ Ինչու էին Սասնա Ծռեր խմբի անդամները նախ եւ առաջ ներկայանում որպես Ժիրայր Սեֆիլյանի մարտական եւ քաղաքական պայքարի ընկերներ։ Սեֆիլյանը հանդիսանում էր հիմնադիր խորհրդարան հասարակական կազմակերպության ղեկավար եւ ձերբակալվել էր ՊՊՑ գնդի վրա հարձակումից շաբաթներ առաջ 2016 թվականի հունիսի 20-ին։ Այդ ժամանակ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց։ Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով հունիսի 20-ին ձերբակալվել է հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Նոր Հայաստան քաղաքական շարժման ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը։ ՊՊՑ գնդի վրա հարձակման օրը առավոտյան ժամը 11-ին հիմնադիր խորհրդարան շարժման ղեկավարներից Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է անում փողոց դուրս գալ եւ պահանջում, որ իրենց մոտ բերեն Ժիրայր Սեֆիլյանին։ Նա հետեւյալ գրառումներով է հանդես եկել. Ժողովուրդ, զանգեք ձեր ընկերներին եւ բարեկամներին, ասեք թող բոլորը դուրս գան։ Ներքին Սարդարաբադ է սկսվել։ Բոլորս դեպի ներքին թշնամի Սերժիկից եւ նրա բանդայից հայրենիքի պաշտպանության ասպարեզ։ ՊՊՑ գնդի գրաված տարածքից Վարուժան Ավետիսյանն այսպես էր մեկնաբանում իրավիճակը։ Որքան ուշացնում են Ժիրայր Սեֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում։ Մենք ենթարկում ենք միայն Ժիրայր Սեֆիլյանին։ Բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սեֆիլյանը։ Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ։ Ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը։
Մեր պահանջն է, որ բերեն Ժիրայր Սեֆիլյանին բանակցությունների համար։ Ոստիկանությունը մեր պահանջը չի կատարում, փորձում է ժամանակ խլել, որպեսզի նոր ուժեր մոտեցնեն մեզ, փորձելով գրոհել։ Օրինակ ոստիկաններ, որ դուրում են բոլորին, վայր դրեք դենքերը, դիացեք ժողովրդին, վայր դրեք դենքերը, կոչ են կանում։ Վաղ առավոտից ոստիկանական ուժերը շրջափակեցին Էրեբունիում գտնվող ՊՊՑ գունդը, փակեցին հարակից փողոցները եւ նույնիսկ լուրեր էին տարածվել սոցիալական հարթակում խափանումների կամ արգելափակումների մասին։ Զուգահեռաբար հայտարարություն է տարածում ազգային անվտանգության ծառայությունը։ Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածք եւ բռնությամբ սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ Հայաստանի իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար։ Այդ ընթացքում համացանցում տարածվում է Արեգ Գյուրեղյանի տեսանյութը։ Նա գնդի տարածքից խոսք է եղում աջակիցներին, գրավում է համեմատում Կարսի հետ։ Արել ենք, դուրս ենք եկել քայլել, հիմա մեզ մենակ չթողեն։ Եթե մենակ մնացինք, մենք ինչքան կարանք, Բարսի պարիսպները եթե առանց կռիվ հանձնեցին, հիմա մենք չենք հանձնի, ինչքան կարանք կմնանք։ Կմիանան մեզ, կմիանան, չեն միանա, հետագա այդ Հայաստանում իրանք կապրեն։ Ժամը 11:30-ից 12-ի սահմաններում լուրեր են տարածվում, որ զինված խմբի գրոհի արդյունքում ոստիկանական զորքերը զոհ ունեն։ Վարուժան Ավետիսյանը հաստատում է, որ իրենց գործողությունների արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորվել։ Մենք մարտահրավերական նկատառումներից ելնելով երկու ոստիկանի բաց ենք թողել։ Մեկը վատառողջ էր։ Մինչ այդ էլ 3-4 երիտասարդի ենք բաց թողել։ Ներկայումս 7 ոստիկան կա մեզ մոտ, հայտնում է Վարուժան Ավետիսյանը։ Ստեղ եկեք դուք թաթուլից վիրավորից ինչ արել։ Երկու ոստիկան է վիրավորված, Փորից վիրավորվել, ասենք Ազգանում է։ տարեցին թաթուլի ազգանունը լավ կասենք։ Հրազենային է վիրավորված։ Սպելա Լեռնակը Չէ։ Մենք ասացինք, որ թաթուլին հրազենային վնասված է։ ով է։ Փորից հրազենային վնասված։ Ալո։ Հարձակվողներից էր Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ ազատամարտիկ Պավել Մանուկյանը, որդու Արամ Մանուկյանի հետ։ Նույն օրը հարցազրույցներից մեկում նշում էր. վճռական ենք տրամադրված։ Գնալու ենք, լրիվ սելմեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գա։ Պահանջը հետևյալն է՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վալոդիա Ավետիսյանին, Շանթին, Հայկին, բոլորին պետք է պաս թողենք Գևորգին, որ անհիմն ձերբակալված են։ Այսօր ազգը դրանց կարոտն ունի, դրանց պահանջարկն ունի։ Ընդհանրապես թե պատանդները, թե հարձակվողները կապի խնդիր չունեին եւ ազատորեն հեռախոսազրույցներ էին ունենում եւ նույնիսկ հարցազրույցներ տալիս գնդի տարածքից։ Պատանդներին ազատ արձակելու եւ զինված խմբի անդամներին զենքը ցած դնելու եւ Հայաստանի իշխանություններին հանձնվելու վերաբերյալ վերջիններից հետ իրավապահ մարմինները դեռ բանակցում էին։ Պատանդների թվում էին Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Եղիազարյանն ու Օսիպյանը եկել էին զինյալների հետ բանակցելու, սակայն ծռերը պահել էին նրանց, իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Պատանդ էին պահվում նաև գունդ մտած շտաբօգնության աշխատողները, բժիշկներ Նորայր Թևանյանին եւ Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մարինա Մարկարյանին։ Ոստիկանությունը ողջ օրվա ընթացքում բերման էր ենթարկում հիմնադիր խորհրդարանի անդամներին ու աջակիցներին Երևանում եւ Վանաձորում։ Բերման էր ենթարկվել նաև Գյումրիի ավականու անդամ Ասպարես օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը, որին պատկանող Ասպարես AM կայքը առավոտյան հրապարակել էր Էրեբունու ՊՊՑ գունդը գրաված Սասնա ծռեր խմբավորման հայտարարություն։ Արդեն երեկոյան ժամը 17-ի սահմաններում հայտնի դարձավ, որ ՊՊՑ գնդի վրա իրականացված գրոհի ժամանակ սպանված ոստիկանը ՊՊՑ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանն։ Հետագայում Սասնա ծռերի անդամներ Պավել Մանուկյանն ու Արայիկ Խանդոյանը հայտարարեցին, որ իրենք ոստիկաններին սպանելու մտադրություն չեն ունեցել։ Գնդապետ Վանոյանին հորդորել են չկրակել, սակայն վերջինը շարունակել է հրազեն գործադրել եւ իրենք ստիպված են եղել պատասխանել։ Վիրավոր ունենք մենք, ոստիկաններն ասում են, որ իրանք էլ ունեն։ Չգիտեմ, հետո ասում են զորել ունեն։ Կրակեցին, պատասխան կրակից, այստեղ
Սնայպերը խփեց մեր երիտասարդին, պատասխան կրակից, դե պարզա պատիլներ, բա ինչ պատիլներ։ Բայց եթե մի հատ էլ կրակ են պատասխան կրակն այլ առնելու։ Ոստիկան կա, բժիշկը հայտարարում, ասում է գոսպիտալիզացման ենթակա է։ Խնդրում եմ թույլ տվեք տանի էլի։ Գրոյի ընթացքում վիրավորվել էր 3 ոստիկան՝ գնդապետ Արամ Հովանիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը եւ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Մոտ 1 ամիս անց օգոստոսի 13-ին հիվանդանոցում մահացավ Գագիկ Մկրտչյանը։ Նա 4 վիրահատության էր ենթարկվել, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։ Հայաստանի Հանրապետություն օրաթերթը գրում է. Աբովյանում 3 տեղի ունեցել ոստիկանության ՊՊՑ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով մահացած ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստին ներկայ էին նաև բարձրաստիճան ոստիկաններ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում իրավաբանների հետ։ Նշվում էր, որ իրավաբան մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը եւ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտարարում էր, որ Սեֆիրյանին Էրեբունի բերելու լուրերը սուտ են եւ առայժմ նրան բերելու որոշում չկա։ Իսկ նման նպատակ կա։ Առայժմ ոչ։ Հարձակման օրը երեկոյան ցույց էր Երևանի Ազատության հրապարակում։ Մարդիկ արձագանքել էին զինյալների պահանջին, սակայն ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկում։ Բերման ենթարկվածների թվում էին Ոտքի Հայաստան նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը եւ Երևանի ավականու Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Հաջորդ օրը ԱԱՑ-ն հայտարարություն է տարածում, զգուշացնելով, որ իրավիճակը կարող է արյունալի հետևանքներ ունենալ։ Զինված խումբը շարունակում էր պատանդ պահել 5 ոստիկանի։ Օդում կախված էր մնում գրոհով զինյալներին հնազանդեցնելու եւ ՊՊՑ գունդը գրավելու սցենարը։ Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Գարեգին Չուկազյանը հայտարարում էր. եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ մարտի 1-ով չի ավարտվելու եւ պայքարը չի դադարելու։ Հուլիսի 18-ին ԱԱՑ-ն հաղորդում է, որ գնդում գտնվողները ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով եւ դուրս է բերվել պատանդներից 1 ոստիկան եւ շտապօգնության վարորդը։ Հաջորդ օրերին շարունակվում էին ցույցերը ոչ միայն Ազատության հրապարակում, այլև ՊՊՑ գնդին հարող տարածքներում։ Հուլիսի 19-ին իրավիճակը սրվում է։ Անջատվում է զինյալների հեռախոսակապը։ Ներողություն եմ խնդրում, ձեր մոտ ինչ ունեք ինտերնետ կապ։ Ինտերնետ կապի հետ կապված դուք ունեք ինտերնետ կապ։ Չեն տվել մեզ։ Ուրեմն ոչ մի բան չի ընտանալու, մինչև այդ ինտերնետ կապը չլինի։ Մարդիկ սկսում են հավաքվել գնդին հարակից Սարի թաղում, որտեղ բախում է տեղի ունենում ոստիկանության եւ ցուցարարների միջև։ Բախումներին մասնակցել էին նաև տեղի բնակիչները, քաշքշուկի մեջ մտնելով ոստիկանների հետ։ Այնուհետև սկսում են քարերով եւ տարբեր առարկաներով հարվածել նրանց։ Դժգոհության պատճառները տարբեր էին։ Մի մասը նշում էր, որ արդեն 3 օր է ոստիկանությունը արգելափակել է իրենց հիմնական փողոցը։ Բնակիչները զրկվել են տրանսպորտից, անջատվել է գազամատակարարումը, նաև ջրամատակարարումը։ ՊՊՑ գնդին հարող Խորենացի փողոցի հատվածում եւս երեկոյան բախումներ եղան։ Նույն իրավիճակն էր նաև հաջորդ օրերին։ Հուլիսի 20-ին քաղաքացիները փորձում են սնունդ փոխանցել գնդի տարածք։ Երեկոյան ցուցարարների եւ ոստիկանության միջև կրկին բախում է տեղի ունենում։ Ցուցարարները քարեր եւ պլաստիկե շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, սկսում աղբամաններով բարիկադներ կառուցել Խորենացի փողոցում եւ Տիգրան մեծ Պողոտայի մի հատվածում։ Հուլիսի 21-ին Խորենացի են գալիս մտավորականներ։ Նրանք դիմում են Սեֆիրյանին, որպեսզի հորդորի զինյալներին զենքերը վայր դնեն։ Իսկ ցուցարարները շարունակում են պահանջել, որ զինված խմբին սնունդ տան։ Հուլիսի 21-ին ոստիկանները ուշ կիրառելով բերման են ենթարկում 136 քաղաքացու, քանդում բարիկադները եւ վերականգնում երթևեկությունը Տիգրան մեծ Պողոտայում, ինչպես նաեւ Քրիստափոր Խորենացի փողոցների խաչմերուկում։ Հուլիսի 22-ին միջնորդական առաքելություն է ստանձնում Վիտալի Բալասանյանը։ Նրա միջնորդությամբ հանդիպում են ԱԱՑ տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ Վարուժան Ավետիսյանը։ Որոշվում է, որ պատանները ազատ կարձակվեն։ Փոխարենը գնդի տարածքում կստեղծվի մամուլի կետ։
Յուրաքանչյուր լրատվամիջոցից երկուական ներկայացուցչի թույլատրվում է մուտք գործել տարածք։ Հրավիրված ասուլիսյուն Բալասանյանը հայտնում է, որ ծռերի կազմում կան նաև իր հրամանատարության ներքո կռվածներ։ Նաև բացահայտում է, որ ինքը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիկոմշյանը եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը հանդիպել են ու քննարկել զենքերը վայր դնելու հարցը։ Վիտալի Բալասանյանը նաև հայտնում է, որ Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Նույն օրը, հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացնում, հայտարարելով. Ոստիկանության բարեկապահական գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը։ Պատանդները պետք է ազատ արձակվեն։ Զինված խումբը պետք է վայր դնի զենքը։ Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ։ Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով։ Իրավիճակը մեկնաբանում է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է, սառը դատել եւ ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից, նշում է Տեր-Պետրոսյանը։ Մենք այդ որոշումը կայացրինք, որովհետև այս հայտարարություններին զուգահեռ հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիկոմշյանը հայտարարում էր, որ զինյալները պատրաստ չեն զնչման, քանի որ ձերբակալվել էին Գարեգին Չուկազյանը, Կարո Եղնուկյանը, մեկուսացված էր Սեֆիլյանը։ Ծռերի ներսում էլ պահանջները միատար չէին։ Իրարամերժ լուրերից ու կոչերից պարզ էր, որ ամեն ինչ հարթ չէ, միասնական ղեկավարման կենտրոն չկա, տարբեր թևեր տարբեր կարծիքներ ունեն, եւ իշխանությունը հմտորեն օգտվում էր այդ իրավիճակից, թե հանրային կարծիքը փոխելու, թե ծռերին ներսից մասնատելու համար։ Արդեն նույն օրը երեկոյան ծռերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտնում է, որ Բալասանյանը պայման է խախտել եւ իրենք հրաժարվում են նրա միջնորդական ծառայությունից։ Հարձակումից 7 օր անց, հուլիսի 23-ին բոլոր պատանդները, այդ թվում Հայաստանի եւ Երևանի փոխոստիկանապետեր Վարդան Եղիազարյանն ու Վալերի Օսիպյանը ազատ են արձակվում։ Նրանք վերջին երկու պատանդներն էին։ Պատանդներին հանձնելուց հետո զինյալները չեն հանձնվում։ Հայտնի է դառնում, որ էլեկտրականություն եւ սնունդ չկա ՊՊՑ գնդի տարածքում։ Շարունակվում են աջակցման բազմահազարանոց ցույցերը Խորենացի փողոցում։ Հուլիսի 25-ի երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունենում զինյալների եւ ոստիկանության միջեւ։ Հուլիսի 26-ին առավոտյան 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով քաղաքացին, որ հետագայում ժողովրդի կողմից կստանա հաց բերող մականունը, իր անձնական Opel Magnus-ի մեքենայով ճեղքում է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը եւ սնունդ է հասցնում արդեն 10 օր գնդում գտնվող Սասնա ծռերի զինյալների։ Նույն օրը հիմնադիր խորհրդարանը տարածում է Սասնա ծռերի հայտարարությունը, որ ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի ուղղությամբ։ Արթուրը սակայն վնասվածք չի ստացել եւ բարեհաջող սնունդը տեղ է հասցրել։ Ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք։ Նա հանձնվում է եւ որոշում է մնալ խմբի անդամների հետ։ Նույն օրը Սասնա ծռերը հայտարարություն տարածեցին, թե գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների եւ պոռնկությամբ զբաղվողների։ Պոռնկանոցի դռները բացում։ Հուլիսի 26-ի գիշերը կրկին փոխհրաձգություն է տեղի ունենում գնդի տարածքում։ Վիրավորվում են Պավլիկ Մանուկյանն ու որդին, Արամը։ Ըստ Սասնա ծռերի հայտարարության գնդի վրա հարձակում էր տեղի ունեցել։ Վիրավորվել էին ոչ միայն Պավլիկն ու որդին, նաև այլ անդամներ։ Ոստիկանները առևանգել էին Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի։ Բժիշկների փոխանցմամբ Պավել Մանուկյանն ու որդին Ազրի շրջանում էին վնասվածքներ ստացել։ Արամն անջատվել էր արհեստական շնչառական սարքից, իսկ հայրը ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվում։ Նույն օրը հանձնվում են խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը։
Զինյալները պատանդ են պահում գունդ մտած շտապօգնության 4 աշխատակցի։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ նրանք պատանդ չեն վերցրել բժիշկներին։ Նման բան չկա։ Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին է այդ դրությունը, բժշկական ծառայության առումով լինի բժշկական բրիգադի հերթափոխ։ Զինյալներն առաջարկում են ազատ արձակել բժիշկ պատաններին, եթե գնդի տարածք գա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նախարարի խոսնակը հայտնում է, նախարարը գնացել եւ փորձել է մտնել ՊՊՑ գնդի տարածք։ Եղել է տարածքում, բայց իրապանները նպատակարար չեն գտել այդ պահին, որ ինքը ինչ որ քայլեր ձեռնարկի։ Հուլիսի 27-ին ԱԱՑ-ն հայտարարում է, որ խմբի գործողությունները ահաբեկչական են։ Խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկապային սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես վիրավորների կյանքին։ Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ դիմել ահաբեկչական գործողությունները կանխող եւ խափանող անհրաժեշտ եւ համաչափ միջոցների։ Զուգահեռաբար ցույցերը Խորենացի փողոցում շարունակվում են։ Ոստիկանությունն այդ օրը ձերբակալում է Կանադայի դերասանուհի Արսինե Խանջյանին, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջ։ Հուլիսի 28-ին ձերբակալվում է ցույցերի համակարգող Ալեք Ենիգոմշյանը։ Հուլիսի 29-ին ոստիկանության հետ բախման արդյունքում վիրավորվում են խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը։ Նույն օրը Civilnet լրատվականը հրապարակում է Սասնա Ծռեր խմբի անդամների եւ Վիտալի Բալասանյանի միջև զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որտեղ Բալասանյանը փոխանցում է Սերժ Սարգսյանի առաջարկը։ Զենքերը վայր դնելու դեպքում կհանդիպի Սեֆիլյանին, իսկ զինյալները պահանջում էին խոսել Սեֆիլյանի հետ։ Եվ որ տղաները դուրս կգրվայր կտնեն, ամեն ինչը կանցնի, անմիջական ժիրայրին կհանդիպեն եւ սկսեն քննարկել այն հարցերը, որը բարձրացրել են տղաները։ Մենք կենթարկվենք ժիրայրի խոսքին։ Հիմա թող ժիրայրը ասի, իրանք դուրս գան, այս հարցը լուծվի, ինչ պրոբլեմն է։ 29-ի երեկոյան բախումներ են տեղի ունենում Սարիթաղում։ Ոստիկանությունը բռնություն է գործադրում ցուցարարների եւ լուսաբանող լրագրողների նկատմամբ, բերման է ենթարկվում 165 քաղաքացի։ Ներդներում մեզ ծեծեցին։ Հիմա սրա պատասխանը ով է տալու։ Չափազի երեխաներն են։ Տանս մեջը ծեծում են։ Հուլիսի 30-ին գնդի գրավումից 13 օր անց արդեն բանտից խոսում է Ժիրայր Սեֆիլյանը։ Նա հայտարարում է, որ անցած 3-4 օրերի ընթացքում իրեն 2 անգամ բանագնացներ են այցելել, ինչպես նաև 1 անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը եւ հավելում. Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել։ Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը։ Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ։ Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել։ Նույն օրը ԱԱՑ-ն վերջնագիր է ներկայացնում զինյալներին, որպեսզի հանձնվեն մինչև ժամը 17։ Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊՑ գնդի տարածքից դիպուկարի կրակոցից սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը։ Հուլիսի 31-ին եւս 2 զինյալ Ռուբեն Գևորգյանն ու Գևորգ Մելքոնյանը հանձնվում են։ Նույն օրը վիրավորվում է զինյալներից Սեթրակ Նազարյանը։ Սեֆիլյանը երկրորդ հայտարարությունն է տարածում, պահանջներ ներկայացնելով իշխանությանը քաղբանտարկյալների ազատ արձակում, Արցախի մինչև ապրիլի 1-ի սահմանների վերականգնում, բանակի ու ոստիկանության ռեֆորմ եւ այլն։ Դուք խնդրում գեներալի խոսք տվեք, որ տղաների Նույն օրը հեռախոսազրույց է տեղի ունենում Վիտալի Բալասանյանի ու Վարուժան Ավետիսյանի միջև զենքերի հանձնման պայմանների եւ երաշխիքների վերաբերյալ։ Երեկոյան Սասնա Ծռերը հայտարարում են, որ հանձնվում են ռազմագերու կարգավիճակով։ Ունենք 2 տարբերակ. մարտի բռնվել ոստիկանության եւ այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմի հետ։ Մյուսը չգնալ արյունահեղության կամ մնալ ռազմագերու կարգավիճակում։ Ծանր որոշում էր մեր համար ռազմագերու կարգավիճակը։
ՊՊՑ գունդը գրաված խմբի անդամները մեղադրվեցին քրեական օրենսգրքի ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, պատանդ վերցնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի հաղորդակցության կամ կապի միջոցներ ձավթելու, տարբեր ծանրության հոդվածներով։ Արմեն Բիլյանն օրինակ 2021 թվականին դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, ոստիկան Արմեն Մկրտչյանի սպանության մեղադրանքով։ Ծռերը մեղադրվում էին նաև բանկոմատից 14 միլիոն 808 հազար դրամի գումարի հափշտակության համար։ Հետագայում մեղադրանք առաջադրվեց նաև Արթուր Սարգսյանին։ Նա ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Երկարատև հացադուլից հետո падգամավորների երաշխավորմամբ ազատ արձակված հացբերողը սակայն 10 օր անց մահացավ։ Ծռերի խափանման միջոցները տարբեր էին։ 25 տարի ազատազրկումից մինչև տնային կալանք կամ ստորագրությամբ չհեռանալ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՊՊՑ գունդը գրաված խմբի անդամների մեծ մասն անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Նրանք հայտարարեցին զինված պայքարի էջը փակելու մասին։